Լագունա Բիչում որոնողական աշխատանքները դադարեցվել են, դեռահաս աղջկան գտնելու հույս այլևս չկա։ Հսկայական ալիքները ծով էին քշել ափին զբոսնող մորն ու երկու երեխաներին։ Մայրն ու եղբայրը հրաշքով փրկվել են անցորդների օգնությամբ։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, իսկ ահա աղջկա որոնումները շարունակվել են ավելի քան 2 օր։ Փրկարարները ծով են դուրս եկել նավակներով եւ ուղղաթիռներով, նրանց օգնել են ջրասուզակներն ու առափնյա պահպանությունը։ Հարավային Կալիֆոռնիայի ափերին այս օրերին տիրում են վտանգավոր պայմաններ, ալիքների բարձրությունը հասնում է մինչև 10 ֆուտի, մոտ 3 մետրի։ Սա հարավային կիսագնդի ձմեռային փոթորիկի ազդեցությունն է։ Օդանավթաբանները հայտարարել են լուրջ նախազգուշացում, որը գործելու է մինչև շաբաթվա վերջը։ Փրկարարները բնակիչներին կոչ են անում այս ընթացքում առավել զգույշ լինել ափամերձ տարածքներում, քանի որ հսկա ալիքները կարող են հարվածել անսպասելի։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Շնորհավորանքներ Հայաստանին Թրամփից, ինչ է ակնարկում Վաշինգտոնը։ Գլենդելում հայկական հետքը պատմություն, որը սկսվել է 130 տարի առաջ։ Բանակցություններ ռումբերով, Մերձավոր Արևելքը նոր պայթյունի շեմին է։ Կանանց և տղամարդկանց հավասարության պայքարը տեղափոխվել է տիեզերք, ՆԱՍԱ-ն սկանդալի կենտրոնում։ ԱՄՆ-ն որսում է ծննդյան տուրիզմի մասնակիցներին, ովքեր պետք է զգուշանան։ Իսկ թողարկման երկրորդ մասում սպասեք առաջիկա օրերի հետաքրքիր միջոցառումների ցանկին։ Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glendale News-ին, եթե ուզում եք աջակցել մեզ, բաժանորդագրվեք մեր ալիքին եւ իհարկե անպայման լայքեք տեսանյութը, իսկ հիմա անցնենք օրվա թեմաներին։ Թրամփը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած քաղաքացիական պայմանագիր կուսակցության տարած հաղթանակի համար։ Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի ազգային ընտրություններում իր վճռական հաղթանակի կապակցությամբ։ Ես հպարտ եմ, որ աջակցել եմ նրա վերընտրմանը եւ չեմ կասկածում, որ նրա ղեկավարմամբ գեղեցիկ Հայաստանը կհասնի մեծության եւ հաջողության այնպիսի մակարդակի, որը կգերազանցի բոլորի ամենահամարձակ սպասելիքները, սոցցանցի էջում գրել է Թրամփը։ Սա Վաշինգտոնից առաջին շնորհավորանքը չէր, ընտրություններից 1 օր անց պետքարտուղար Ռուբիոն էր շնորհավորել Փաշինյանին։ Մենք ակնկալում ենք համատեղ աշխատել Հարավային Կովկասում եւ նրա սահմաններից դուրս խաղաղություն, կայունություն եւ բարգավաճում ապահովելու համար, X-ի իր էջում գրել էր Ռուբիոն։ Վաշինգտոնը ցույց է տալիս, որ թույլ չի տա զոհաբերել Հայաստանի շահերը անհանգիստ աշխարհաքաղաքական վիճակում։ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը մեկնել է կապան, որը համարվում է Հայաստանի ամենախոցելի կետը։ Առիթը հիմնադիրների թանգարան ցուցադրությունն էր կապանում նվիրված ԱՄՆ անկախության 250-ամյակին։ Տեսանյութերը պատմում են 56 հայր գործիչների մասին։ Դեյվիդ Ալենը խոսել է նաև հիմնադիր մայրերի մասին։ Նա առանձնացրել է Բեթսի Ռոսին եւ Էբիգեյլ Ադամսին։ Ցուցադրությունում կան 6 ազդեցիկ հեղափոխական կանանց պատմություններ։ Այն 1 ամիս կգործի Կապանի երիտասարդների համար։ Հետո ցուցադրությունը կտեղափոխվի Երևանի ամերիկյան անկյուն։ Այցի իրական նպատակը սակայն ոչ թե ցուցահանդեսն էր, այլ հայ-ամերիկյան գործընկերության փաստը ընդգծելը։ Հանդիպմանը քննարկվել է նաև Թրիփի հետ կապված հարցեր։ Ամերիկայի մասնակցությամբ ծրագրվում են նոր նախագծեր հայկական էներգետիկայի ոլորտում։ Իրանը հարձակվել է Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաների վրա։ Իրանական լրատվամիջոցները հայտնել են բազաների ավերման մասին։ Քուվեյթն արգելել է թռիչքները վտանգից խուսափելու համար։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հարվածներ է հասցրել Իրանին։ Թիրախը եղել են ռադարները եւ հակաօդային համակարգերը։ ԱՄՆ-ն կիրառել է 49 Թոմահավք հրթիռ։ Հարվածներն իրականացվել են Թեհրանից ընդամենը 40 մղոն հեռավորությամբ։ Թրամփը սպառնացել է, եթե նրանք չստորագրեն համաձայնագիրը, վաղը կռմբակոծենք։ Ամերիկյան պաշտոնյաները վստահ են հաջողության հարցում։ Մենք շատ լավ ենք բանակցում ռումբերով, հայտարարել է Հեքսեթը։ Լարվածության աճի ֆոնին անհասկանալի իրավիճակ է Հորմուզի նեղուցում։ Իրանական կողմը պնդում է, որ այն փակ է։ Ամերիկյան կողմն էլ հակառակն է պնդում, հայտարարելով, որ ամերիկյան ռազմածովային ուժերի ուղեկցությամբ նավերն անարգել անցնում են նեղուցով։ Որպես ապացույց էլ նշում են, որ այս ընթացքում ավելի քան 100 միլիոն բարել նավթ է տեղափոխվել Հորմուզով։
Տեղական լուրերին վերադառնանք ու կրկին հայկական թեմա Գլենդելը պետք է ավելի պատրաստ լինի բնական ու մարդածին աղետներից։ Նոր ծրագիրը քննարկվել է քաղաքային խորհրդի նիստում, այն նպատակ ունի բարձրացնել բնակիչների անվտանգության մակարդակը երկրաշարժերի, հրդեհների ու ջրհեղեղների ժամանակ։ Իշխանությունները բնակիչներին հորդորում են ծանոթանալ ծրագրին եւ ներկայացնել առաջարկներ։ Քաղաքային խորհրդի նիստում նաև զուտ հայկական թեմաներ են քննարկվել։ Գլենդելում հայկական ներկայությունը դառնում է 130 տարեկան։ Դա նշանավորելու համար համայնքային միջոցառումներ է նախատեսվում։ Գլենդելում հայկական հետքին նվիրված միջոցառումը կկայանա հունիսի 14-ին։ Մեկ այլ միջոցառում նվիրված կլինի Արա Նաջարյանին։ Նրա հրաժեշտի պաշտոնական ընդունելությունը կկայանա հունիսի 17-ին ոստիկանության վարչության համայնքային սրահում։ Քաղաքը նրան մեծարում է ղեկավար պաշտոններում իր 20-ամյա ծառայության համար։ ԱՄՆ-ում գնաճը հասել է վերջին 3 տարիների առավելագույն մակարդակին, սպառողական գների ինդեքսը աճել է 4.2%-ով։ Սա ամենամեծ ցուցանիշն է 2023 թվականի ապրիլից ի վեր։ Վտանգավորն այն է, որ գներն աճում են ավելի արագ, քան աշխատավարձերը։ Տնտեսագետները նշում են, որ մարդիկ ստիպված են օգտագործել իրենց խնայողությունները։ Վառելիքի թանկացումը գնաճի հիմնական պատճառներից է դարձել։ Մայիսին 1 գալոն բենզինը հասել է $4.60։ Թեև գները փոքր-ինչ նվազել են, բայց փորձագետները զգուշացնում են։ Նրանք ենթադրում են, որ գները կարող են կրկին բարձրանալ։ Բարձր ծախսերը լուրջ մարտահրավեր են Թրամփի համար։ Նա իշխանության էր եկել գնաճը զսպելու խոստումներով, սակայն իրականությունը դեռևս մնում է բավականին մտահոգիչ։ Հարստանալու հազվադեպ հնարավորություն, թե հերթական տնտեսական փուչիկ, այս հարցն այսօր հրատապ է նրանց համար, ովքեր ցանկանում են Մասկի ընկերության բաժնետոմսեր ձեռք բերել։ SpaceX ընկերության բաժնետոմսերը դարձել են ներդրողների երազանքը։ Մեկ բաժնետոմսի գինը հասել է $135։ Բաժնետոմսերի հրապարակային առաջարկից IPO-ից առաջ շատ փորձագետներ զգուշավորություն են ցուցաբերում։ Ներդրումները տիեզերքում պահանջում են մեծ համբերություն, նշել են նրանք։ Ընկերության հիմնադիր Մասկը դեռ լռում է։ Մասնագետները նախազգուշացնում են հնարավոր ռիսկերի մասին, ներդրողները պետք է հաշվի առնեն երկարաժամկետ նպատակները։ SpaceX-ը շարունակում է զարգացման ծրագրերը։ Ընկերության արժեքը հասել է աստղաբաշխական թվերի, հատելով 1 տրիլիոնի սահմանը։ ՆԱՍԱ-ն քննադատությունների տարափի տակ է հայտնվել, պատճառն այն է, որ Արտեմիս 3 առաքելության անձնակազմում միայն տղամարդիկ են։ Սա առաջացրել է դժգոհության մեծ ալիք։ ՆԱՍԱ-ի ղեկավարն է արձագանքել քննադատություններին, նա նշել է, որ ընտրությունը կախված էր փորձից։ Կան նաև այլ գործոններ, հմտությունները եւ հասանելիությունը, կանայք ըստ նրա կարող են մասնակցել հաջորդ Արտեմիս 4-րդ առաքելությանը։ Առաքելությունը մեկնարկելու է 2027 թվականի ամռանը, այն փորձարկելու է նոր սարքեր լուսնային վայրեջքի համար։ Տիեզերագնացները երկրի ուղեծրում կմնան 2 շաբաթ։ ՆԱՍԱ-ն ունի 37 գործող տիեզերագնաց, նրանցից 15-ը կին են։ Կանանց եւ տղամարդկանց հավասարության պայքարը տեղափոխվել է տիեզերք։ Չիկագոյի զբոսայգում այրվող խաչ է հայտնաբերվել, խաչը վառվել է հայտնի Գրանդ պարկում, Միչիգան լճի մոտ։ Այս արարքը որակվել է որպես ատելության դրսևորում, ոստիկանները փնտրում են հանցագործին։ Սուրբ Սաբինա եկեղեցին հանցագործի մասին տեղեկություններ հայտնողին խոստացել է $10,000 պարգև։ Շատերը կատարվածի մեջ մեղադրում են Թրամփին, որը խրախուսում էր ծայրահեղական դրսևորումները։ Նրանք հիշեցնում են հունվարի 6-ի իրադարձությունները։ Թրամփի ներումները, նրանց խոսքով, ազդել են հասարակության վրա։ Տարածքում անվտանգության միջոցները խստացվել են։ Պաշտոնական աղբյուրների համաձայն ձերբակալվածներ կամ կասկածյալներ դեռ չկան։ Իսկ ահա Լոս Անջելեսի պատմության մեջ ամենամեծ հրդեհի համար մեղավորին կարծես գտել են, ենթադրյալ հանցանքը կատարվել է մոտ 1.5 տարի առաջ։ 30-ամյա տղամարդը կանգնել է դատարանի առջև, ըստ մեղադրող կողմի անձնական խնդիրներ ունեցող տղամարդը որպես վրեժխնդրություն հրդեհել է անտառը։ Հրդեհը դուրս է եկել վերահսկողությունից ու իսկական աղետի վերածվել։
Հրդեհը սկսվել է 2025 թվականի հունվարի սկզբին Լոս Անջելեսի Pacific Palisades-ի բլուրներում։ Դատապաշտպանը պնդում է, որ իր պաշտպանյալը ցանկանում էր հանգցնել այդ կրակը, նա նույնիսկ 16 անգամ զանգահարել է 911, սակայն հրշեջները չեն վերահսկել Լաքմանի հրդեհը։ Մեկ շաբաթ անց այն վերածվել է Palisades-ի մահացու հրդեհի։ Կրակը ոչնչացրել է 24000 ակր տարածք, զոհվել է 12 մարդ, ավերվել 6800 շինություն։ Հետաքննիչները մեղադրյալի արարքի մեջ դիտավորություն են տեսնում, նրանք Ջոնաթանի հեռախոսում հայտնաբերել են հրդեհված քաղաքի նկար գեներացված AI-ով։ Դատաքննությունը շարունակվում է Լոս Անջելեսում, մեղադրյալին սպառնում է 45 տարվա բանտարկություն։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ եւ թեմաներ են տեղադրված մեր սոցցանցերում։ ԱՄՆ-ն սկսել է չեղարկել բազմաթիվ օտարերկրացիների մուտքի վիզաները։ Նրանք մեղադրվում են ծննդյան տուրիզմ կոչվող գործունեության մեջ։ Օտարերկրացիները երկիր են գալիս միայն երեխա ունենալու նպատակով։ Նրանք ցանկանում են երեխաներին ԱՄՆ քաղաքացիություն տալ։ Պայթքարտուղարությունը հայտարարել է լուրջ պայքար սկսել այս հանցավոր ցանցի դեմ։ Արևմտյան Աֆրիկայում բացահայտվել է ավելի քան 100 խախտում։ Եվրոպայում 2024 թվականից ի վեր կա 400 կասկածելի դեպք։ Հանցախմբերը օգնում են սուտ տեղեկություններ տալ հարցազրույցների ժամանակ, նրանք նաև կազմակերպում են բնակություն եւ ծննդաբերության պլաններ։ Հյուսիսային Աֆրիկայում նույնպես չեղարկվել է 100-ից ավելի վիզա։ Այս արշավը նպատակ ունի պատժել համակարգը խափողներին։ Տուրիստական վիզաները B1, B2-ն չեն կարող օգտագործվել ծննդաբերության համար։ Լոս Անջելեսի բնակիչները որոշեցին վճարել ավելին։ Քվեարկությամբ անցավ Major ER նախաձեռնությունը։ Այն բարձրացնում է շրջանի վաճառքի հարկը։ Այս փոփոխությունը կկիրառվի հոկտեմբերի 1-ից։ Քվեարկողների ավելի քան 50%-ն աջակցել է առաջարկին։ Հարկի կես տոկոս աճը կգործի 5 տարի, այն կավարտվի 2031 թվականի հոկտեմբերին։ Լոս Անջելեսի շրջանում հարկը կդառնա 10-25%։ Իշխանությունները նախատեսում են հավաքել $1 միլիարդ գումարը կողմի պետական ֆինանսավորման կրճատումները լրացնելուն։ Սա կապահովի առողջապահական կարևոր ծրագրերի շարունակությունը։ Դրանք լուրջ դժվարությունների առաջ են կանգնել Թրամփի նախաձեռնած ֆինանսական կրճատումներից հետո։ Լոս Անջելեսի դատարանը $198 միլիոն փոխհատուցում է սահմանել։ Գումարը վճարելու են Ռեբեկա Գրոսմանը եւ Սքոթ Էրիքսոնը։ Նրանք պատասխանատու են երկու եղբոր մահվան համար։ Վթարը տեղի է ունեցել 2020 թվականին։ Գրոսմանը վարել է արագընթաց Mercedes մեքենա, նա հարվածել է երեխաներին անցումի վրա։ Քրեական դատավարության ժամանակ Գրոսմանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։ Սքոթ Էրիքսոնը մեղավոր է ճանաչվել անփութության համար։ Այս վճիռը դեռ կարող է բողոքարկվել, սակայն փորձագետները վստահ են, որ երեխաների վրաերթի մեջ մեղավորները անպատրիժ չեն մնա։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, իսկ Մանու Հարությունյանը ձեզ է սպասում առաջիկա օրերի ամենահետաքրքիր միջոցառումների ցանկով։ Բարև ձեզ։ Օրը 5-շաբթի է եւ Glendale News-ի եթերում ներկայացնելու եմ առաջիկա օրերին սպասվող մշակութային եւ ժամանցային միջոցառումները։ Երևանյան գիշերներ։ Վայելեք երևանյան մթնոլորտը Glendale-ում։ Ամեն 5-շաբթի Վերանդա լանջը վերածվում է երաժշտական հարթակի, որտեղ հանդես են գալիս սիրված երգիչներ Մարթա Կիրակոսյանը, Ալյոշ Պոլոյանը եւ Սոնա Վարպետյանը տաղանդավոր երաժիշտների նվագակցությամբ։ Տոնին կարող եք միանալ նաեւ դուք։ Հունիսի 18-ին երեկոյան ժամը 8-ին Glendale-ի Վերանդա լանջում Hollywood Bowl-ը հրավիրում է երաժշտասերներին տոնելու Ջունթինթը, ազատության օրը, հիփ-հոփի աստղ Chance the Rapper-ի հետ միասին։ Այստեղ բացառիկ համերգը աֆրոամերիկացիների երաժշտության, ազատության եւ արվեստի փառատոնն է, որտեղ Chance the Rapper-ը կներկայացնի իր հիփ-հոփի եւ քրիստոնեական ավանդական երաժշտության ինքնատիպ համադրությունը։ Հունիսի 19-ին երեկոյան ժամը 8-ին Լոս Անջելեսի հանրահայտ Hollywood Bowl համերգասրահում։ Saga Nights-ի հետ կարող եք մասնակցել երկու աշխարհների միջև խորագրով երեկոյին, որտեղ մշակույթները միախառնվում են։ Համերգը միավորում է հայկական եւ ամերիկյան երաժշտական ավանդույթները, ստեղծելով ինքնատիպ եւ վեհաշուկ երաժշտական փորձառություն, հոգեպարար բլյուզից մինչեւ ավանդական արմատներ։ Բեմում հանդես կգան Աշոտ Ղազարյանը, Աֆինա Մադոյանը, Գոր Շուրջյանը, Սևա Կամրոյանը եւ Սուրեն Արոստամյանը։ Հունիսի 20-ին երեկոյան ժամը 8-ին Թեմեկուլայի Փեջանգա Resort Casino-ում։
Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախումբը հրավիրում է դասական երաժշտության սիրահարներին վայելելու երկու հանճարեղ կոմպոզիտորների Չայկովսկու եւ Բեթհովենի ստեղծագործությունները։ Համերգային երեկոյի ընթացքում դիրիժոր Քրիստիան Մաչելարուի ղեկավարությամբ եւ ջութակահար Լեոնիդաս Կավակոսի մասնակցությամբ կհնչեն Չայկովսկու սքանչելի ջութակի կոնցերտը եւ Բեթհովենի 7-րդ սիմֆոնիան։ Հուլիսի 14-ին երեկոյան ժամը 8-ին Լոս Անջելեսի հանրահայտ Hollywood Bowl համերգասրահում։ Hollywood Bowl-ը տոն է խոստանում լատինո-ամերիկյան երաժշտության սիրահարներին սալսա սպեկտակուլյար երեկոյի ընթացքում։ Բեմում կլինեն տաղանդավոր Նաթի Պելուսոն եւ լեգենդար Գրուպո Նիքչե խումբը, ներկայացնելով սալսայի, ջազի եւ ժամանակակից ռիթմերի կրակոտ համադրություն, որը երաշխավորում է տոնական մթնոլորտ եւ պարային բարձր տրամադրություն։ Հուլիսի 15-ին երեկոյան ժամը 8-ին Լոս Անջելեսի Hollywood Bowl համերգասրահում Blues Traveler-ը, Jim Blossoms-ը եւ Spin Doctors-ը անմոռանալի համերգային երեկոյի են հրավիրում ռոք երաժշտության սիրահարներին։ 90-ականների լեգենդար խմբերը բեմում կմիավորեն իրենց ամենահայտնի հիթերը, ունկնդրին պարգևելով ռոքի եւ բլյուզի յուրահատուկ համադրություն։ Հուլիսի 18-ին երեկոյան ժամը 6:30 Լոս Անջելեսի The Greek Theatre-ում Bob Moses-ը եւ Cannons-ը հրավիրում են էլեկտրոնային երաժշտության սիրահարներին Afterglow շրջագայության շրջանակներում կայանալիք համերգին։ Արտիստները խոստանում են ստեղծել էներգետիկ երեկո ներկայացնելով իրենց լավագույն հիթերը եւ նոր ստեղծագործությունները։ Հուլիսի 19-ին երեկոյան ժամը 7-ին Լոս Անջելեսի The Greek Theatre-ում Հրան Թոխատյանը եւ Սամվել Թոփալյանը վերադառնում են բեմ, ներկայացնելու Առաքել թատերական նախագիծը։ 2020 թվականի պատերազմից հետո ստեղծված եւ Արցախի հայաթափումից հետո խորապես վերաիմաստավորված այս ներկայացումը վերջին 5 տարվա հայկական ամենաազդեցիկ թատերական գործերից է։ Այն մի ստեղծագործություն է, որը ձեզ միաժամանակ կստիպի եւ ծիծաղել եւ արտասվել։ Հունիսի 19-ին երեկոյան ժամը 7:30 Փասադենայի AGB Performing Arts Center-ում։ Վերջապես, հերթահասավ մանկական միջոցառումներին հրաշագործ Մանչուկը ընտանեկան ջերմ ներկայացում է բարության, քաջության եւ երաժշտության բուժիչ ուժի մասին։ Հրավիրում ենք երեխաներին եւ ծնողներին միանալ Արեգին, նրա հավատարիմ շնիկ Մայլոին ու նրանց ընկերներին կախարդական մի ճամփորդության մեջ, որտեղ բարին հաղթում է վախին ու խավարին։ Հունիսի 21-ին ժամը 13-ին Փասադենայի AGB Performing Arts Center-ի փոքր բեմում։ Երեք խոզուկները տեխնիկային զվարճալի ներկայացումը հրավիրում է փոքրիկ հանդիսատեսին հետևելու 3 եղբայրների արկածներին, որոնք փորձում են պաշտպանվել չար գայլից։ Սա երեխաներին սովորեցնում է աշխատասիրության եւ թիմային աշխատանքի կարեւորության մասին։ Հունիսի 21-ին ժամը 16-ին Փասադենայի AGB Performing Arts Center-ի փոքր բեմում։ Հուսով եմ այս ցանկից ձեր ճաշակին հարմար տարբերակը գտնեք եւ հանգստյան օրերը հետաքրքիր կանցկացնեք, իսկ մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ կիսվեք դրանով ձեր ընկերների հետ։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։